Playlist of Երևանը ստեղծվեց հունվար ամսին, ինձ մոտ շատ հետաքրքիր փնտրտուքների շրջան էր։ Որոշեցի ինչ-որ մի բան ստեղծեմ, համարյա ամեն օր գնում էի վարպետ եւ նմանատիպ մի քանի սրճարան, ու մտածում էի միգուցե ստեղծեմ մի բան, որը կլինի նմանատիպ վայրեր հաճախող մարդկանց համար։ Այսինքն այն արվեստագետների, ովքեր ներկայացնում են ինտելիգենցիան, ովքեր երևանցի են, ովքեր ունեն այդ երևանյան vibe-ը եւ դա իսկական է, ու քանի որ ես երաժիշտ եմ, դա պարտադիր պիտի լիներ որևէ երաժշտական էլեմենտով, ու իմ մոտ առաջ եկավ ինչն է առաջինը իմ մոտ ասոցացնում երևանցիների հետ։ Ու դա երգերն էին երևանյան, որ բոլորս գիտենք, ճանաչում ենք, ասեք թույն։ Դավայ ես կստեղծեմ t-shirt-ներ, որոնց վրա կլինի այդ երևանյան երգերը։ Իսկ ոնց հասկանալ, որ դա հենց այդ երգն է։ Okay, միգուցե ինչ-որ սլկա տալ դրան։ Okay, ոնց QR շատ լավ է։ Մարդիկ սկան են անում ու քաշում են ու լսում են։ Երբ որ սկանավորում ես QR-ը, ինքը բացում է option-ներ երաժշտական հարթակների ու դու կարողանում ես լսել այնտեղ հայկական երևանյան այն երգեր, որ մենք բոլորս սիրում ենք, այդ երգերը ու յուրաքանչյուր գնորդ ինքը իրավունք ունի իր կողմից ավելացնելու այն երևանյան երգը, որը որ ինքը սիրում է։ Ու այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, որ ինչի հենց այս երաժշտական մասը, ինչի էս ամեն ինչ, ինչի playlist, որովհետև երաժշտությունը շատ հետաքրքիր կերպով ազդեցություն ունի մարդու կերպարի եւ մարդու ձևավորման վրա։ Սա եւս մեկ հետաքրքիր դետալ է երևանցու կերպարը եւ երևանցու ոճը ընդգծելու համար։ Ես Շեփոր Արուի եմ ու ես սովորել եմ երաժշտական քոլեջում եւ մինչեւ երկրորդ կուրս ես չեմ ունեցել շեփոր, ուրիշի շեփորներով էի նվագում ու երկրորդ կուրսում, երբ որ ես հերթական անգամ մնացի առանց գործիք, մի տղա իմ համար գնեց շեփոր։ Ու դա իմ համար եղավ ոգեշնչում, որ ես ավելի շատ պարապեմ ու ինչու ոչ դա նաև հիմնակար է, որ ես մինչև այսօր երաժշտությունը իմ կյանքում կա, ես ոգեշնչվում եմ, ես լավ մյուզիք եմ լսում եւ ես մտածեցի, եթե իմ կյանքում նման բան տեղի ունեցել է, ուրեմն ես նույնպես պարտավոր եմ ինչ որ մեկի համար դա ստեղծել։ Այս պահին կա մի հատ շատ հետաքրքիր երեխա, շեփորահար, ով չունի շեփոր ու ինձ համար այս պահին շատ կարևոր է, որ t-shirt-ներից ձևավորված հասույթով ես այդ երեխայի համար նույնպես գնեմ շեփոր, միգուցե այդ երեխան ապագայում չդառնա շեփորահար, բայց դա կլինի լավ դրդապատճառ, որպեսզի նա ավելի շատ պարապի, իսկ երաժշտությունով զբաղվող մարդը հետագայում միևնույնն է լինում է լավ մյուզիք լսողը եւ լավ մյուզիք սպառողը, եթե նույնիսկ լավ երաժիշտ էլ չդառնա, գոնե լավ մյուզիք սպառող կդառնա, ինչը կխթանի Երևանում լավ մյուզիքի արտադրմանը։